Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այսօր մենք լաբորատոր պայմաններում կուսումնասիրենք լրիվ էներգիայի պահպանման օրենքը ազատ անկում կատարող մարմնի համար։ Իսկ այդ հարցում մեզ կօգնի Գագիկը։ Ողջույն Գագիկ։ Ողջույն Լիաննա։ Մարմինը միաժամանակ կարող է ունենալ և կինետիկ, և պոտենցիալ էներգիա։ H բարձրությունից V արագությամբ ազատ անկում կատարող M զանգվածող մարմինն ունի շարժումով պայմանավորված կինետիկ էներգիա։ E կինետիկը հավասար է mv քառակուսի բաժանած 2-ի և երկրի հետ փոխազդեցությամբ պայմանավորված պոտենցիալ էներգիա։ E պոտենցիալը հավասար է mgh։ Իսկ ահա այս երկու էներգիաների գումարը մարմնի լրիվ մեխանիկական էներգիան է։ E լրիվը հավասար է E պոտենցիալ գումարած E կինետիկ։ Լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը սահմանում է, որ դիմադրության և շփման ուժերի բացակայության պայմաններում մարմնի լրիվ մեխանիկական էներգիան պահպանվում է, մնում է հաստատուն։ E լրիվը հավասար է E պոտենցիալ գումարած E կինետիկ հավասար է հաստատուն։ Այսօրվա փորձի միջոցով մենք կհամոզվենք, որ երբ մարմինը կատարում է ազատ անկում, նրա պոտենցիալ էներգիան նվազում է և դրան զուգահեռ նույն չափով էլ ավելանում է կինետիկ էներգիան։ Արդյունքում այդ էներգիաների գումարը, որը լրիվ էներգիան է, մնում է հաստատուն։ Նախ փորձը պատկերացնենք սխեմատիկորեն։ A դիրքը այն դիրքն է, որտեղից պետք է գնդիկն անկում կատարի։ C դիրքը հենակետային դիրքն է, որի նկատմամբ կատարվում է հաշվարկը։ Պայմանականորեն այն համարվում է անկման վերջին դիրք։ B դիրքը A և C դիրքերի միջև գտնվող միջանկյալ դիրք է։ Մենք պետք է հաշվենք գնդիկի լրիվ էներգիան այս 3 դիրքերում և համոզվենք, որ այն հաստատուն է։ Փորձն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են գրավիտացիոն լաբորատորիա։ Սա ազատ անկման սարք է, որի հիմքին ամրացված է աստիճանավորված ալյումինե ձող։ Ձողի վերին կետում տեղադրված է էլեկտրամագնիս, որին ամրանում է պողպատե գնդիկը։ Ֆոտոտվիչ 2 հատ։ Ֆոտոտվիչը օպտիկական սենսորով հագեցած սարք է, որն օգտագործվում է մարմնի արագությունը, ժամանակը և տեղաշարժը չափելու ժամանակ։ Ունի ինֆրակարմիր լույսի աղբյուր և ընդունիչ։ Երբ որևէ մարմին անցնում է ֆոտոտվիչի միջով, այն խափանում է լույսի ճառագայթը։ Թվային վայրկենաչափը ֆիքսում է այդ պահը, գրանցելով ժամանակը։ Թվային վայրկենաչափ։ Թվային վայրկենաչափը սարք է, որը թույլ է տալիս չափել ժամանակային ընդհատումները բարձր ճշգրտությամբ, սովորաբար միլիվայրկյանների ճշտությամբ։ Այն ունի մի շարք ֆունկցիաներ՝ timing S1, timing S2, collision co, acceleration, cycle T, count C, free fall gravity acceleration և այլն։ Այս փորձում կիրառելու ենք G gravitation acceleration ֆունկցիան։ Թվային վայրկենաչափի G ֆունկցիան ցուցադրում է հետևյալ տվյալները։ Առաջին համարի տակ ցուցադրվում է այն ժամանակահատվածը, երբ մարմինը մեկնարկային կետից անցնում է առաջին ֆոտոտվիչի միջով։ Երկրորդ համարի տակ ցուցադրվում է այն ժամանակահատվածը, երբ մարմինը մեկնարկային կետից անցնում է երկրորդ ֆոտոտվիչի միջով։ Պողպատեան գնդիկ, որը կօգտագործենք ազատ անկման համար։ Թվային կշեռք, գնդիկի զանգվածը չափելու համար։ Հաշվիչ, թուղթ և մատիտ։ Աղյուսակ, փորձից ստացված տվյալները և հաշվարկները գրանցելու համար։ Փորձը սկսելուց առաջ աշխատանքային սեղանից պետք է հեռացնել ավելորդ իրերը։ Ստուգել փորձի համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումների ու նյութերի առկայությունը։ Գրավիտացիոն լաբորատորիան պետք է տեղափոխել զգուշորեն, այն չվնասելու համար։ Գրավիտացիոն լաբորատորիան տեղադրելուց հետո պետք է համոզվել, որ այն կայուն է և չի կարող շրջվել փորձի ընթացքում։ Աշխատանքի ընթացքում պետք է զերծ մնալ գնդիկը ձեռքով կանգնեցնելուց կամ ուղղորդելուց։ Համոզվել, որ գնդիկի ճանապարհին խոչընդոտներ չկան։ Էլեկտրոնային վայրկենաչափը միացնել և անջատել ըստ տրված հրահանգների, տվյալների կորստից խուսափելու համար։
Տեղադրենք գրավիտացիոն լաբորատորիան հարթ մակերևույթի վրա։ Ստուգենք գրավիտացիոն լաբորատորիայի կայունությունն ու ամրությունը։ Ֆոտոտվիչների եւ էլեկտրոմագնիսի համար նախատեսված միակցիչ լարերը արդեն իսկ ամրացված են ձողին։ Էլեկտրոմագնիսի համար նախատեսված լարը միացնենք էլեկտրոմագնիսին։ Այս կետը կլինի մեր A դիրքը։ Ֆոտոտվիչներից առաջինը տեղադրենք B դիրքում, A դիրքից որոշակի հեռավորության վրա։ Երկրորդ ֆոտոտվիչը տեղադրում ենք C դիրքում։ C դիրքը ընդունենք հենակետային դիրք։ Թվային կշեռքով չափենք գնդիկի M զանգվածը եւ արդյունքը գրանցենք աղյուսակում։ Չափենք A դիրքի H բարձրությունը C հենակետային դիրքի նկատմամբ, այսինքն AC հեռավորությունը եւ արդյունքը գրանցենք աղյուսակում։ Չափենք առաջին ֆոտոտվիչի, այսինքն B դիրքի H բարձրությունը C հենակետային դիրքի նկատմամբ, այսինքն BC հեռավորությունը եւ արդյունքը գրանցենք աղյուսակում։ Սրանք փորձի համար հաստատուն մեծություններ են, որոնք մենք չափեցինք եւ գրանցեցինք արդյունքները։ Հիմա արդեն անցնենք փորձին։ Ֆոտոտվիչները միացնենք թվային վարկենաչափի էլեկտրոմագնետ մուտքին։ Թվային վարկենաչափը միացնենք հոսանքի աղբյուրին։ Միացնենք թվային վարկենաչափի սնուցման կոճակը։ Սեղմենք function կոճակը եւ ընտրենք G գրավիտացիոն արագացումը։ Տեղադրենք գնդիկը այնպես, որ այն լինի էլեկտրոմագնիսի կենտրոնում։ Սեղմենք էլեկտրոմագնետ կոճակը էլեկտրոմագնիսը անջատելու համար։ Ինչպես տեսնում եք, թվային վարկենաչափի էկրանին հերթականությամբ արտացվում են երկու տվյալները։ Առաջին տվյալը գնդիկի սկզբնական վիճակից մինչև առաջին ֆոտոտվիչ անցած ժամանակն է։ Երկրորդ տվյալը գնդիկի սկզբնական վիճակից մինչև երկրորդ ֆոտոտվիչ անցած ժամանակն է։ Այս տվյալները նույնպես գրանցում ենք աղյուսակում։ Հիշենք, որ երբ սեղմում ենք էլեկտրոմագնետ կոճակը, էլեկտրոմագնիսը անջատվում է եւ գնդիկը կատարում է ազատ անկում։ Էլեկտրոմագնիսը անջատվելու պահին վարկենաչափը սկսում է ժամանակը հաշվել։ Երբ գնդիկը անցնում է առաջին ֆոտոտվիչի միջով, ապա վարկենաչափը գրանցում է ժամանակը առաջին համարի տակ։ Իսկ երբ գնդիկը անցնում է երկրորդ ֆոտոտվիչի միջով, ապա վարկենաչափը դադարեցնում է ժամանակի հաշվարկը եւ այդ ժամանակը գրանցում է երկրորդ համարի տակ։ Արդյունքում վարկենաչափը արտածում է մեկնարկային A դիրքից մինչև B դիրք եւ A դիրքից մինչև C դիրք անցած ժամանակահատվածը։ Ահա եւ փորձի առաջին փուլն ավարտեցինք։ Հավաքենք սարքերը, տեղադրենք համապատասխան դարակներում եւ անցնենք տվյալների մշակման եւ վերլուծման փուլին։ Ըստ արդեն գրանցված տվյալների հաշվենք նշված կետերում գնդիկի արագությունը, կինետիկ էներգիան եւ պոտենցիալ էներգիան։ Այժմ ըստ այդ արդյունքների լրացնենք նաեւ աղյուսակի վերջին սյունակը։ Աղյուսակի վերջին սյունակի թվերը ցույց են տալիս գնդիկի լրիվ էներգիան տարբեր դիրքերում։ Ինչպես տեսնում եք, դրանք շատ մոտ են իրար։ Չնչին տարբերությունները պայմանավորված են ժամանակի, երկարության չափումների, թվերի կլորացման եւ մի քանի այլ գործոնների հետ։ Մենք փորձնական ճանապարհով հաշվեցինք ազատ անկում կատարող մարմնի կինետիկ, պոտենցիալ եւ լրիվ մեխանիկական էներգիաները։ Կատարված վերլուծությունների արդյունքում համոզվեցինք, որ ազատ անկում կատարող մարմնի անկման բոլոր դիրքերում նրա մեխանիկական լրիվ էներգիան մնում է հաստատուն։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։